Բարի երեկո։ Երեկո։ Սկսենք աղոթքով, աննորի որդվայի ոգմի սուրբ ամեն, այր մեր օրերգենս ես, սուրբ երեցյանուն քո, եկես արքայություն քո, եղեցին գամ քո, որպես երգենս և երգրի, ըս հաց մեր հանաբազորդ, դուր մեզ այսօր, և թող մեզ բարդիս մեր, որպես և մեկ թող մերոց բարդաբանած, և մի դանիրս մեզի պորցություն, ալպրգյազ մեզ ճար է, զիքո արքայություն և զորություն և պարքը վիդյանս ամեն։ Ողջույն քեզ Մարիամ, նիշնորոք դերն քեզ, օրտնյալ ես դուի գանայս, և օրտնյալ է բուդող որովայնի քո Հիսուս, սրպի Մարիամ, մայր ասծո, բարեխոսի ավասը մեր մե ավրածս, այժմ և ժամու մահվան մերո ամեն, պարքոր և որդվոյի ոգվին սրպո, այժմ շիվավիդյանս արդինից ամեն։ Տակույի իմաստության աղաչի ավասը մեր, աննոր և որդվոյի ոգվին սրպո, ամեն։ Մտցիրեմ միշտ ասելով, որ հարցում ունիք, Այո, հայր Անտոն։ Ասացիմ ես առաջինը ձեզանից հետո գիրքը կարդացի, գրքից իմացա, որ Եգիպտոսում կենտանապաշտություն կա, դրա համար էլ այնտեղ չէին մորթում գառներին։ Եթե գառը չէին մորթում, ինչ էին ուտում, նախ հարցս, երկրորդը այդ հրեաները այդքան պասեքը որ արեցին, ինչպես արեցին, եթե անթույլատրելի էր երկրի մեջ մորթելը գառներին։ լավ հարցում եմ շուշտ, և սա կարևոր մի գետ է, որ այդ ինչ որ տես իրենք գառեր կամ ոչխարները բահում էին, որովհետև ամենակարևորը ոչխարին իր պուրտն է, և մինչև այսօր ոչխարի պուրտը չափազանց կարևոր մի բան է, և չափազանց մեծ քանակով բահում են աշխարհի տարբեր երկրների մեջ, և այսօր մեր որքան որ շատ մարդիկ սինթետիկ ամեն տեսակ բաներ կհակվին, բայց և ամենես ամենահարկին անշուշտ պուրտն է, ուրեմն իրենք պուրտի համար բահում էին, բայց նաև ինչպես է, Եգիպտոսը բավական մեծ երկիր է, և ուր որ հրեաները ապրում էին, սա մի մասն էր, և մի մաս ուր իրենք բավականին մեգուստացված էին մյուսներից, որքան որ մյուսներին հետ շփման մեջ էին միշտ անշուշտ, և անոնց շատ և կրոնական և մշակութային շատ կետեր ընդօրինակեցին եգիպտացիներից, և մենք որևէ տեղեկություն չունենք, որ իրենք գառ կամ ոչխարի միս ուտում էին, այո, ունեին, բաներն ալ ունեին, եգիպտացիներն ալ ունեին, բայց մորթելու մասին խոսք չի գա, բայց նաև չմոռանանք, որ հիմա նույնիսկ մինչև այսօր Հնդկաստանի մեջը գովը չեն մորթեր, գովը իրենց համար սուրբ անասուն է, գիտեիր Անիգա։ Հա, իհարկե գիտեի Վարդապետ ջան, բայց գովը չեն մորթում, բայց ոչխարը շատ լավ ուտում են։ Այստեղ ես պատկերացրի, որ եթե Եգիպտոսում բոլոր կենդանները համարվում են որպես ինչ-որ բոլորը չէ։ Կարծեմ այդ ձև կարդացի։ Խնդիրը չի գար
ասենք ոչ կովերի հետ եւ ոչ էլ խոզերի հետ։ Հա, Նորմալ։ Այո, գովի միսը ուտում էին, խոզի միսը ուտում էին։ Իս Խոզի միսը ոչխարի Աստված ածման ուղղակի ես առաջի անգամ լսեցի, ինձ հետաքրքիր է։ Իսկ ինչ աստվածպաշտություն կար կապված ոչխարի հետ Եգիպտոսում։ սա իրենց գրոնքի մաս գազմի, ինչպես որ բաներին Հնդկաստանում կովերի վերաբերյալ նույն ծավալ հոնդեղը իրենց համար բան սա մի անասուն է, որ պիտի հարկեն եւ չպիտի մորտեն։ Եվ հрьян ինչ որ ասված բանջում է հрьяներից, որ անպայման գար մորտեն, սա այդ մարդիկ, այսինքն Մովսես ինքը չէր հասկանում դարողությունը այդ Աստծո խնդրանքին, բայց Աստծո համար սկիզբեն Աստված գիտե ամեն ինչ եւ այդ ծևով մարդիկ ընտանում են, որ Աստծո այսինքն Աստվածաշունչի մեջ սկիզբը եւ վերջը Աստծո համար նույն ժամանակն է, ժամանակի դարբերություն չի կա, բայց Աստված որ գարը տեսնում էր սկսելով Աբրահամի օրով այդ Աբրահամի ժամանակ գարը չէ, այլ խոյն է, չէ, որ Իսահակին որտուն մորտելու փոխեն, խոյն է որ մորտեց։ Գարն է տալիս։ Կարճեր, խոյեր։ Խոյեր որ գոդոշները, որտեղ գարը գոդոշ չունի։ Խոյը բռնված էր իր գոդոշներով փուշերուն մեջը եւ ինքը գնաց բերավ եւ մորտեց։ Okay, ուրեմն եւ վերջը ավասիկ ասած ռակերը որ Հիսուս պիտի լինի գարը։ Աստծո գարը։ Okay. Շնորհակալություն եղավ։ Մեկ էլ շատ ինձ համար հետաքրքիր էր, ես այդ մասին շատ տեղեր եմ փնտրել, բայց այս ձևի այս գրքի միջի մեկնության պես չէի հանդիպել, որ Մովսեսը չէ գալիս է, որ Աստված ուզում է սպանել 3 օրվա թլպատության մասին, հետաքրքիր մեկնություն էր, հետաքրքիր ձևով էր մեկնված այս գրքի մեջ։ Այո, հիմա նաև երբ որ նայում ենք այդ ամենը, եւ ասեցի, որ ինչու Մովսես անկիդակցաբար ստիպում է գարը, որովհետև երբ որ գարի արյունը թրին իրենց դան պասույների վրա, դրան վրա, թրին այդ արյունը, սա այլևս կարծես իրենց բոլոր գամուրջները այրում են, վերադարձի գամուրջ չի գա այլևս։ Մեկ անգամ որ պիտի թողնեն, չեն գնար վերադառնա։ Եթե վերադառնան, բանը, եգիպտացիները իրենց պիտի մորտեն, պիտի սպանեն։ Անոր համար հրեաները, որ կացին, գիտեին, որ վերջնական է իրենց երթը։ Ծև չի գա վերադառնալու։ Ոյվեցեով։ Հասկացա, վարդապետություն։ Okay. Ուրիշ հարց։ Ես ունեմ Հայրանդոն Զադիկի շրջանում, որ Աստված պատվիրում է, որ գառն ուտեն, բաղարջահարցը ուտեն, այնտեղ գրված Աստվածաշնչում ես կարդացի, որ ասում է Աստված արագ ուտեք, քանի որ Տիրոջ Զադիկն է։ Ինչի նկատի ունի, ասենք արագ ուտելը, որ այդ մի օրվա ընթացքում ուտեն երեկոյան փախչեն, թե այլ նշանակություն ունի այդ արագ ուտելը։ Ուրեմն երբ որ նայում ենք բոլոր պատմության, այդ առաջին Պասեքի պատմությունը,
ուրեմն իրենք հացը բան չեն տխում, այսինքն թխմոր չկա հացին մեջը, հապճեպով պիտի ելա, եւ այդ հացը պատրաստելը հապճեպով է լինում, հիմա կեպոր մտածելու լանք, առաջին բանը, որ եղավ, պասեկը, որ եղավ, ամբողջովին դարբեր է, երբ որ հետո այդ ամենը ավելի կարգուկանոնի մեջ դրվեց։ Շատ հետաքրքրական, շատ կետեր կան այնտեղ, եւ ուրեմն Աստված ասեց, որ պիտի մորթեք երեկոյան եւ պիտի բան խորոված պիտի ուտեք, բան խաշել չկա, խորոված պիտի ուտեք եւ ինչ որ չգցակ ուտել պիտի այրեք։ Նորեն այդ ամենը որբեսի օրվա մեջը բաները եգիպտացիները չկան եւ չտեսնեն այդ անասունները, որ գեսը գերված է, գեսը չի գերված, պետք է այրեն այդ ամենը եւ այդ ամենը հապճեպով իդելա, այսինքն կոշիկնին հակած վերարգուն իրենց վրա պիտի ուտեն եւ ճամփա պիտի ելեն եւ գրծածնի շապշատ պիտի ուտեն, որովհետեւ չեն գիտեր հաջորդ իրենց ուտելիքը երբ պիտի լինի, ճամփա ելան բաննա արակորեն, բայց հետո ինչ որ մնաց եւ այսինքն Հիսուսի օրով Պասեքը որ դեղի է ունենում, իրենք նորեն հիմա այստեղ նորեն երկու դարբեր բաննա պատճառներ կան, մեկ կողմեն իրենք մեկ շաբաթ դունին մեջը տտ խմոր չպիտի լինի, ինչ որ տտ խմոր կա ամբողջովին պետք է վերածվի եւ սա որովհետեւ Պասեք է, որովհետեւ առաջին Պասեկը այդ ծևով եղավ, սա մեկ, բայց երկրորդ նպատակը այն է, որ հիմա պես չէ խանութ կերտած եւ ծխմոր գարնես։ Նույն ինչ որ իրենք հացը շաղեցին այսօր եւ մեկ մասը գարնեն, այդ մասը գործածեն որպես ծխմոր հաջորդ հացի համար։ Շատ ճիշտ ասած, ես որ շատ փոքր էի, այդ ժամանակ էր տատս ու մայրս որ թորնին հավաշ էին թխում, այդպես էին անում, թեթխմոր էին ասում դրան, հա, այդպես էին անում, խմորիչի բացակայության ժամանակաշրջանային, ժամանակա իր 90-ականներին։ Հիմա խանութեն ծխմոր առները նորություն է։ Ուրեմն Հիսուսի ժամանակ եւ նույնիսկ մինչեւ 18-րդ ու 19-րդ դարերը ծխմոր այցեվով էր, որ մեկ մասը կբահեն հաջորդի մեջը, բայց մեկ տարի հետո բավական կգեղդոդվի եւ առողջության պատճառով է, որ այդ ծխմորը դունին մեջը ամբողջովին կանեդացնեն եւ նոր ծխմոր կշինեն։ Սա այսինքն իրենց նորմալ կյանքն է, բայց մեկ շաբաթ ծխմոր բիչուդես, բայց մյուս կողմեն սա եղավ նաեւ բան կրոնական արարողություն։ Եվ երբ խոսում ենք բանը Պասեկը տոնելու մասին, Պասեկին մարդիկ անպայման պիտի ուտեին եւ այդ խմորից եւ այդ հացից եւ պիտի ուտեին այդ անասունից որ մորտեցին։ Եվ մինչև Հիսուսի ժամանակ ևս իրենք գարը մորտում էին։ Եվ երբ որ այսինքն դարիներ առաջ որ կրտացած եմ սրա մասին, պատահած է, որ Պասեկի ժամանակ 40 միլիոն, կրնակ երևակել 40 միլիոն գար մորտված է։ Ուրդեղներն պիտի բերեին այդ 40 միլիոն գարերը։ Բայց ամեն կնալ պետք էին ուտել։
Եվ միայն կարող ենք ասել վերջին 70 տարիներին է, որ այդ ամենը խախտված է հիմա, բայց ասենք 100 տարի առաջ անհրաժեշտ չէր գար մորտելը, բայց կարևորը գարի միս գնել եւ այդպես պատրաստել եւ անպայման պետք է գարի միս ուտես։ Ուրեմն հրեական օրենքի համաձայն անոնք որ միս չեն ուտել, միան պանճարեղենով գաբրին, չեն գնալ պասեքը դոնել, որտեղ անպայման պետք է ուտես այդ մսից, եթե չես ուտել, մաս չես կազմեր։ Եվ մյուս կողմենալ, որպեսզի մաս կազմես, անպայման պետք է կլպատված լինես։ Կլպատությունը նույնն է, ինչ որ մկրտությունը մեզի համար։ Անոր համար է, որ ամսուն դասին առնում են և նաև, դեսեք, հոնդեղը 14-ին, որ ճամպագել են, ինչու 14-ին ճամպագել են, որովհետև 14-ին լման լուսինն է, որպեսզի ճամպանին կարողանան տեսնել լման լուսինով։ Բզիկ բաներ են, որ այդ ամենը հաշիվ եղած է և մինչև հիմա միշտ այդպեսով անգլա, որ միշտ։ Այսինքն լիալությունը ուղղակի անհարմար է եղել ժողովրդին քայլելու համար, հենց այդ օրն է ընտրված, Աստծո կողմից է ընտրված այդ օրը։ Այդ ձև է ստացվում։ Այո։ Հետաքրքիր մի զուգահեռել կար, Վարդապետ ջան, այստեղ գրած ասում է։ Զուգահեռ չի անիգա։ Չէ, ես այ եմ ուզում ասել, ուրիշ բան եմ ուզում քննարկել։ Ասը գրված էր Քրիստոսի խաչման ժամը համապատասխանում էր հենց այն ժամին, երբ հենց Պասեքի գառն էին մորթում Երուսաղեմի տաճարի մոտ։ Դա ուղղակի ենթադրություն է, այսինքն ոնց է լինում այդ հայերեն եզրակացված է, հա, դուրս է բերված ինչ որտեղից։ Տեսեք, այդ խնդիրը չափազանց մեծ խնդիր է եւ նույնիսկ պապան Բենեդիկտոս Ռոմի Պապը, երբ որ գրում է իր գիրքը ավակշաբթվան վերաբերյալ, վերջնական պատասխան չի տալիս, որովհետեւ եթե Պասեքա դեղի է ունենում Հիսուսի խաչելության ժամանակը, կամ ոչ է Պասեքա, այլ անասունի մորտելը դեղի է ունենում այդ ժամում, որ Հիսուս մեռնում է խաչի վրա, իսկ մեկ օր առաջ իրենք ինչ էին ուտում։ Վերջին ընտրիկն էր, հա, Եթե վերջին ընտրիկը Պասեք չէր, ինչ էր։ Պասեկն էր։ Եթե անիկա Պասեկն է, հետո ինչ դեղի ունենում։ Ոնտեղ բավական հարցեր կան, նաև շատ էր, ասին եկեսնի ալպանգն է, որ շատ հնարավոր է, որ վերջին ընտրիկը 5 շաբթի օր չեղավ։ Վերջին ընտրիկը 3 շաբթի օր եղավ։ Որովհետև այդ ինչ որ բացատրում են, որ դեղի ունեցավ, Աննա քահանայապետը, Կայափաս քահանայապետը, բանը Պեղադոսը, Հերովտեսը, Հիսուսին այս ամեն դեղերը դանել բերելը, ասին քանի ժամվա մեջ եղավ, որովհետև արդեն 12-ին, կեսօրին Հիսուս խաչի վրան է։ Համել չորեքշաբթի է հուտան ուրանում Հիսուսին, երեքշաբթի երևի Հիսուս ասել է վերջին տիկի ժամանակ, որ աշակերտներն Ոչ, որովհետև
Երբ որ նստած են ընթրիքի, Հիսուս իրեն գսե որ քնա անելիքը տրե, արդեն սատանան իր մեջ մտած էր, արդեն ինքը այդ ամենը կազմակերպած էր։ Չորեքշաբթի օրը մտահղացումն է։ Գեցեք, չորեքշաբթի օրը եւ ինքշաբթի օրը, որ եկեղեցին, արաքելական եւ կաթողիկ եկեղեցին ընդունում է որպես Փասեկ եւ վերջին ընթրիք, սա համաձայնություն է, որ սկիզբեն այո եղած է, բայց եւ այնպես ուրեմն այդ բոլոր իմ ընթերցումներս եւ բրբդումներս այդ նյութի շուրջ այն է, որ եւ ճիշտ անոր մասին այսօր կրում էի բացատրություն տալու համար։ Ինչ է, իրենք հրյա ժողովուրդը երկուքի բաժնված էր։ Մեկը քահանայական մասը, որ Փասեկը ուրբաթ օրը դնում էին, բայց ուրիշ մի խումբ մագար, որ Էսին անունով ճանչված է, եւ Էսինի ժողովուրդը, որ Հովանես Մկրտիչը անպայման այդ խումբին կպատկաներ, Հիսուս շատ հնարավոր է, որ անոնց հետը որոշ առնչություն ուներ, որքան որ Աստվածաշունչի մեջ չի գրված անոր մասին, այդ Էսին խումբը, որ սկսած էր Մերիալցովի մոդերը, իրենք հոնդեղը մեծ դեղ ունեին, եւ հոն է որ սկսած էին, եւ վերջը ամբողջ բան հրեաստանով մեկ իրենք իրենց հետևողներ ունեին, եւ իրենց հաշիվը բանի դե լուսնի օրերը այդ ժամանակ իրենք լուսինը ամբողջովին տարբեր ձևով լուսինն էր, որ իրենց ամիսը հաշվում էր, եւ այս լուսինը միշտ 28 օր չէ, որ նոր լուսին է սկսում, կատեն 29 օր լինում է։ Ուրեմն ինչ որ է, ասպզիկ բան դարբերությունները որ կան, ուրեմն էսինները ավելի առաջ դնում էին, իսկ բանը դաջարի կանաները, կանաբետները իրենք ուրբաթ օրը։ Ուրեմն Հովանես ինքը նաև բանին կրկին մեջ դա հիշված է, Բենեդիկտոսին կրկի մեջ հիշված է, որ Հովանեսը եւ եղբայրը եւ բաբան պատկանում են քահանայության ցեղից են իրենք։ Նաև ավելի հաճելի է ընդունելը, որ Հովանեսը որպես եկեղեցի է ներկայանում, հաճի տակ չէ, եթե քահանայական ցեղից է։ Okay, բայց Հիսուսի քահանայությունը ամբողջովին տարբեր է, Հիսուսի քահանայությունը Մելքիսեդեկի քահանայությունն է։ Ուրեմն սա է 1001 տարբեր մանրուկներ կան այնտեղ, որ այդ ամենը ասողոմեն շատ հեշտ ձևով եղած է, բայց մենք խեղճ մարդիկս պետք է իրապես շատ դարաբինք, աշխատենք, որպեսզի մի քիչ հասկանանք այս ամենից եւ շատ անգամ սխալ կհասկանանք։ Փորձենք սխալ կհասկանանք։ Ուրեմն վերադառնանք Եգիպտոս առաջին Փասեկը ուրեմն Մովսես ասում է, որ ամսուն դասին, ամսունը սկիզբը բանը անասունը պիտի բերեն, ամսուն դասին պիտի տրպատվեն եւ ուրեմն ինչու ամիջապես չեն մորթում, ուրեմն մեկ կողմեն, որովհետեւ տրպատության պիտի սպասեն եւ մյուս կողմեն նաեւ այդ անասուններ, որ ամեն ընտանիք իրենք բոլորն բան չունին,
գարչունին, եթե բոլորը բան ամիջապես կան եւ մի բան անեն, բոլորին ուշադրության պիտի արժանանան, բայց դեռ մարդիկը բերին անասունը եւ անասունը ընդելանում է ընտանիքին, այդ ծևով է ներկայացվում։ Բայց Աստված անշուշտ ամբողջովին դարբեր ծրագիր ունի եւ դարբեր ծևով ուղղում է Մովսեսին։ Վարդապետ, իսկ ինչ կասեք թլպատության 13 տարեկանի ու Օտորիայի մասին Եգիպտոսը ինչի համար էր այդ թլպատությունը Եգիպտոսում որտեղից էր եկել, որ իրենք 13 տարեկանում են թլպատվել։ Թլպատությունը հրեական չէ։ Թլպատությունը այդ ամեն ինչ կողմը կար։ Եվ բոլոր սեմիտիկ մանավանդ բաները, ցեղերը թլպատություն ունեին։ Հրեաների դարբերությունը միայն այն է, որ ընտանիքների մեջ երբ որ թլպատությունը սկսվեց 8-րդ օրը պիտի լիներ, որ կնշանակի սկիզբեն երեխան պիտի նվիրվի Աստծուն։ Իսկ 13 տարեկանը, երբ որ մեկը չափահաս լինում է, որովհետև հիմա թե որ 18 կամ 21 տարեկանին է, որ կընտրենք, որ երիտասարդը չափահաս եղավ, բայց այդ ժամանակ 13 տարեկանին արդեն չափահաս էր։ Չափահասության նշան էր։ Եվ հրեաները 13 տարեկանին ունեին ուրիշ բան չափահասության, որը այդ տարիքին իրենք ունեին մի արարողություն, ուր այդ 13 տարեկանը իրենց ժողովարանի մեջ շաբաթ օրը մի հատված կարդում էր Աստվածաշնչից։ Մինչև այսօր հրեաները անհրաժեշտ է, որ մի բան կարդան այդ օրը։ Նույնիսկ եթե կարդալ չգիտեն, պետք է անկիր սովորեն եւ ելեն եւ կարդան։ Հիմա արևմուտքի մեջ, երբ որ մենք գնայինք քրիստոնյաներին համար, քրիստոնյաները բան արևմուտքի մեջ մգրտությունը կնեն որքան շուտ ծնվելուց հետո։ Ասկեմ 100 տարի առաջ, 150-200 տարի առաջ շատ անգամ նույն օրը, ծննդյան օրը կմգրտեին, որպեսզի ամենաշուտը սատանայի իշխանությունից դուրս գա։ Եվ մգրտությունը, որ լինում էր, երկու մգրտություն տեղի է ունենում։ Մեկը այդ մգրտությունը, որ առաջին օրը տեղի է ունենում, որ կանան ճուրը տապում է 2-3 կաթիլ նորածինին գլխին վրա, եւ հետո որոշ ժամանակ հետո երեխան նորեն եկեղեցի են տանում եւ մգրտում են, բայց մի անմգրտություն դրոշում չի գա։ Դրոշումը լինում է 13 տարեկանին։ Առաջին հաղորդությունը լինում է 9-10 տարեկանին։ Մենք ենք որպես հայ, մենք հայկատոյե, մենք կմգրտենք եւ կդրոշմենք նույն օրը, նույն բահին, բայց բան հաղորդությունը նաեւ մենք կուտանք 8-9 տարեկանին երեխաներին, բայց բան մոչունին կա 13 տարեկանին, որ ցավալի է ինձ համար իրականության մեջ։ Որ 13 տարեկան եղած ժամանակը այդ անձը այլևս երբ որ իրեն մի բան մսորվեցնում ես, գլխին մեջը կմնա։ Գլխին մեջը կմնա։ Եվ կհասկանա, որ ինչ է քրիստոնեությունը։ Ուրեմն, այդ բոլոր մարդիկ, որ թլպատությունը 13 տարեկանին անում էին, այդ իմաստով է։ Եվ նաև, ասեն, չես կրնար կապել, բայց իրականության հետ կապ ունի, որ մենք կմգրտենք նաև մանուկներին, որովհետև հրեաներն թլպատությունը անում էին մանուկներին,
8-րդ օրը անպայման։ Արդյոք բայց հрьяաների ես մտածել եմ, որ միշտ միայն հрьяաների մոտ Աստծո ուխտից է սկսվել տլպատությունը։ Այդ մյուս ժողովուրդը տլպատությունը որպես ինչի են ցավ պատճառել արել, ինչ որ նշանակություն է երևի ունեցել այդ ազգությունի մեջ։ Չեմ գիտեր ցեզի ինչպես բացատրեմ։ Լման բացատրություն պետք չի դա։ Բայց մի անցեզի մի բան ասեմ, որ հрьяաներին կողը իրենց կանայք շատ ավելի քիչ որովայնի քաղցկե ունին, քան թե մնացած աշխարհը։ Հիգիենան նկատի ունեք, արդյոք Այո, որովհետև այդ մաշկին դակը հակին գեղտ հավաքում է։ Այսինքն ստացվում է, որ այն ժամանակ դեռ այն ժամանակվանից ժողովրդությունը մտածել, իմացել է որպես իմաստություն եւ օգտագործել է, ընդունվել է որպես պրակտիկ։ Այո, Իսկ հрьяաների հետ արդեն որպես սուխտ է ընդունվել այդ ըհը, արարողությունը։ տեսնես, Հասկացա։ Շնորհակալություն։ երբ որ այս ամենին մասին կմտածես, ապա կգարտաս բաննես, կտեսնես այս ամենը, որ այո, այս ամենի մասին քրություններ կան, բայց այդ ամենը նույն տեղը չէ, որ գրված է։ Հիմա այդ անտրանիկ սավակները, որ սպանվեցին, եւ շատեր բանգնեն, որ Աստված իշվեսակ Աստված է, որ դա արեց խեղճ մարդկանց, ինչու, առաջին զավակները սպանեց։ Իրականության մեջ մենք պետք է հասկանանք, թե որ մեկ թարն է եւ աթարերի ժամանակ բանի պատմության մեջ Աստված ինչպես աշխատում է այդ մարդկանց հասկացողության բան աստիճանով եւ նաեւ սա հետևանք է, բայց ոչ թե բադիժ, հետևանք է եւ ինչպես մերան մենք չենք գիտեր, սա մեզ արազված է մեզի համար, բայց սա հետևանք է այդ ինչ որ փարավոնը անում էր բոլոր հրյա դղա երեխաներին ձովը նետում էր, չէ, ջուրը նետում էր, Նիկոլաս Պարկեդը նետում էր։ Ինքը սպանում էր այդ բոլորին, բասիկ ինքը համը դեսավ, ինչ կնշանակի սպանել։ Ամես որ բան չնենք, որ Աստված միայն հրյա ժողովրդին կողմն է եւ անոր համար ամեն ինչ անում է հрьяաներին համար։ Չէ։ Ամեն ինչը մեկ մուսի հետ կապված բաներ են ասանք։ Եվ սա պետք է շատ լավ հասկանանք ամբողջ պատմության մեջ։ Ես այսօր մասին շատ խնդիրներ ունեմ, մասկե երկշաբթի օրը նորեն մի դիգնոջ բացադրում էի այս ամենի մասին, որովհետև երբ որ թիրքը, որ Աստված շատ պանտաժան ծևով վարվում է, չէ, դաժան չէ, ամեն ինչը բացատրություն ունի, պետք է հասկանանք, եւ այս գիրքը, որ մենք հիմա բանի վրա դրած ենք, ինտերնետի վրա դրած ենք, PDF, այս գիրքը իրապես շատ գեղեցիկ ձևով շատ բաներ մեզի բացատրում է, բայց անշուշտ սա բստիկ գիրք մնե, բախտadելով այդ ամենը, ինչ որ կա, որ մենք պետք է սովորենք, հասկանանք եւ բացատրենք։
Այնտեղ մի հետաքրքիր բաներ էլ գրած, որ այնպես չէ, որ հрьяաներին փրկեց Աստված, ասեց, որ այրունը կսված լինի, նա կփրկվի։ Եթե հрья լիներ ու չքսեր այդ այրունը, նրա երեխեն էլ կմահանար, անկախ բանից հрья է, թե ուրիշ ազգություն է։ Այո, բայց նույնիսկ միայն արյունը կսելը չէ, ուրեմն մորտելը, որ մորտես որ արյունը ունենաս եւ կսես, ասեք բիդուդես, եւ որբեսի տուն եւ մորտես եւ պասեք ուդես պետք է տպատված լինես։ Ուրեմն անունով հրյա լինելը բավարար չէ, պետք է գործով, գործնական օրենքուն հրյա լինես։ Եվ նաեւ երբ որ տարիներ 40 տարի հետո 40-41 տարի հետո երբ որ իրենք բան պիտի մտնեին ավետյաց երկիրը պիտի մտնեին նորեն հեսուն բանրաբար այնտեղ շատ դերկային որ թլպատված չէին իրենց բոլորին ստիպեց որ թլպատվեն եւ նաեւ 40 տարվա մեջը այնքան կարևորություն չի տվին պասեքին երբ որ պիտի մտնեին ավետյաց երկիրը այդ ժամանակ է որ նորեն սկսեցին զայրեն եւ պասեկը եւ բան իրենց թլպատությունը եւ անասուն մորտել այդ ամենը հոնդերը նորեն սկսում է եւ նաեւ նորեն գործունեություն են այդ ամենը երբ որ գտնվում են բանի ժամանակ աքսորի ժամանակ եւ որ բան Նաբուկոդոնոսորը իրենց տանում է դարբեր երկիրներ on եւս այլևս չէին կարողություն չէին դարիս դրպատության բայց վերջը դրպատությունը չափազանց կարևոր մի բան է լինում երբ որ վերադառնում են եւ նաեւ ահագին խնդիր են ունենում բան հույներուն հետ եւ հույները որ իրենց ժիմնաստիկի դեղեր բացում են, մարզանքի դեղեր բացում են եւ ոնդերը դրամատիկ իրենց մարզանքը անում են ամբողջովին մերկ մարմնով եւ մերկ եղած ժամանակը բանը հայտնի է ով դրպատված է ով ոչ եւ արկիլած էին դրպատությունը բաները հույները արկիլած էին դրպատությունը այդ աստիճանի որ մամաներուն սպանում էին այդ մամաները որ իրենց զավակներին դուր գտային որ դրպատվեն մամաներուն սպանում էին ինչպես նաեւ երեխային սպանում էին եւ որովհետեւ բացե ամենարդ գիտե թե ով դրպատված է ով դրպատված չէ եւ այդ ժամանակ շատ երդասարտներ կար որ իրենք կոհ էին որ բաննա գրանքեն հերանան անոր մասին վերջը երբ որ հասնենք այդ կողմերը բաննա խոսենք այդ ամենի մասին բայց հիմա մի անպանենք որ դրպատությունը շատ ավելի է քան թե միայն մի բզդիկ բաննա կողմնակի մի բան որ պատահում է սա Աստծո ժողովրդի մաս կազմելու առաջին նշանն է բայց նաև հետո մարգարեները երբ կխոսին դրպատության մասին ասեն որ տեսեք այդ մարմնի դրպատությունը ավելորդ մի բան է ոչ իրենք ասում են որ չանեք բայց ասում են որ բավարար չէ մարմնի դրպատությունը բավարար չէ այլ նաև պետք է սրդի դրպատություն լինի եւ 3-4 մարգարե շատ մեծ շեշտ կտնեն այդ սրդի դրպատության մասին անոնց մեկը Երեմիա մարգարեն է այդ դրպատությունը ցեզի ուրիշ բաննալ մի քիչ ավելացնել մինչև այսօր
ապրիկեի մեջ է եւ հիպնոզ ապրիկեի մեջ է անշուշտ իրենց կողը գա կանացի տլպատություն որ չափազանց ահավոր մի բան է Դա Մուհամեդից է եկել, չէ՞ Վարդապետ ջան։ Ճիշտ է չեմ գիտեր գտնալը որ դե ժամանակ ունենամ գնային Ղուրանի մեջ այդպես գրված է, ես որքանով որ լսել եմ, ասում են հենց Ղուրանից է վերցված այդ ամեն ինչը։ ես չեմ գիտեր նորմալ չեմ խոսիր ինչ որ ապահով չեմ խոսիր բայց գիտեմ որ շատ ապրիկեի երկիրներ կան որ մամեդական չեն իրենք տարբեր ոգիներ բաշտում են եւ իրենց կողը նույնը կա մամեդական չեն բայց այդ պատմությունը կա Okay այսօր մի հարցումների պատասխան դրի շատ քիչ նոր բան բացատրեցի եւ ավասիկ ժամանակը վերջանում է եթե հարց ունիք նորեն պատասխանեմ եթե ոչ կարծեմ պիտի վերջացնենք այսօր Եթե չուներ ես տամ Վարդապետ։ լավ Մուհամեդը Քրիստոս է թե։ ինչպես Մուհամեդը հակաքրիստոս է։ Կարող ենք անվանել, որ նա հակաքրիստոսներից մեկն է։ ով Մուհամեդը։ չէ տեսեք երբ որ կարդում ենք հայտնության գիրքը մենք կարծում ենք որ հայտնության գիրքը գրված է ապագայի մասին բայց իրականության մեջ ապագայի մասին չէ այսօր ես մի գիրք գրեմ ինչ որ պիտի պատահի ասկե 200 տարի հետո կամ 300 տարի հետո անիմաստ բան է նույնիսկ երբ որ գարնենք մենք մարգարեները ոչ մեկ մարգարե չի գա որ ապագայի մասին գրեց իրենց բոլոր կրությունը իրենց օրվա համար էր իրենց ժողովրդի համար էր սա մեր մտքին մեջ պետք է իրապես տեղ ունենա տեղ պիտի շինենք ասոր որ բոլոր մարգարեությունները այդ ժամանակվա համար է բայց մարգարեությունները հիմա երբ որ գարնենք Հիսուսին եւ գսենք որ 300-ն ավելի 5 դարանի մեջ մարգարեություն կա Հիսուսի մասին որ այդ ամենը իրականացավ Հիսուսի մեջ բայց այդ 300 մարգարեները իրենց մտքին ծայրեն չերացնել որ ինչ պիտի պատահի ինչպես պիտի պատահի ասված է որ իրենց խոսել գուտա այդ ամենի մասին առանց որ իրենք գիտենան այդ բոլոր մարգարեները երբ որ մեռան իրենք զարմացան որ իրենք այդպիսի բաներ խոսել են եւ իրենց խոսածը ինչ իմաստ ուներ իրենք չէին գիտեր հայտնության գիրքն նույնն է Հովհաննեսը խոսում է իր ժամանակվա մասին բայց նաեւ մի բան կա որ ինչ որ կանցնի կդառնա այսօր նույնն է ինչ որ պատահել է ասկե 400 տարի առաջ 500 տարի առաջ 1000 տարի առաջ 2000 տարի առաջ 5000 տարի առաջ նույն բաներն է որ կրկնվում են այսօր մեկում բացատրում է ասում է որ մարտս Պերպեք չէ փոխված, ասկե 40,000 տարի առաջ մարտս նույնն էր, ինչ որ այսօր 40,000 տարի առաջ մարտս չուներ այդ լեզուն, որ մենք ունենք հիմա մեր լեզուն շատ ավելի բարեր ունի, քան ինչ որ մեր լեզուն ուներ ասկե 2000 տարի առաջ շապազանց ավելի սահմանապակ էր մեր լեզուն, մեր բարերը հաշիվ որ 20,000 տարի առաջ որքան ավելի սահմանապակ էր բարերը բայց
այդ բոլոր մարդկանց մեջը զգացումները նույնն էին։ Նույնիսկ եթե բարերը չկան, եւ այսօր երբ որ Հայաստանի մեջ այդ խնդրեմը չկա, բայց երբ որ ես Ավստրալիայի էի, այդ խնդրեմը ես շատ լավ գիտեի, որ երիտասարդներ, որ գկային ուրիշ երկրեն եւ հոնդերը ունեին զգացումներ, որ չէին կարող բարերի վերածել եւ այդ բարերը, որ իրենք նաեւ սովորում էին դպրոցում, չէ մաման չէր հասկանում, թե իրենք ինչ ասում, որովհետեւ լեզվի տարբերություն կա։ Ես որ խնդիր ունեցել ես մամայիս հետ, որովհետեւ բարեր որ գործած եմ, որ ես սովորում եմ, այդ բարերին ոչ հայերենը կա, ոչ էլ թուրքերենը կա, որովհետեւ մամաս երբ որ ես ծնվել եմ, մամաս մեկ բառ հայերեն չէր գիտեր, իմ հետ սովորել է հայերենը։ Դադիգս նույնը։ Դադիգներս Թուրքիո մեջ այդպես դեղ ապրած են, որ եթե հայերեն խոսեին, լեզունին կգդրեին։ Նաև երբ որ բանը մխիթարը բայրը սկսեց առաջին կորձերեն մեկ եղավ մի բանը բարարան պատրաստել բարարանը նորեն այսինքն այդ ժամանակ մխիթարապահոր ժամանակը մեր հայերեն լեզվի 60-65% բարերին արաբերեն եւ թուրքերեն էին ինք այդ ամենը զդեց քրապարին գնաց բայց նաև քրապարը բավարար բարեր չուներ ուրեմն ինքը քրապարը գտնե կովը մեկնությունը գտնե քրապարով եւ կողմը թուրքերենը գկրե բայց հայերեն դարերով իմ կողմս հիմա կանի քիրք ունիմ ես որ թուրքերեն է լեզուն բայց դարերը հայերեն է սա ֆրանցիսկան վարդապետներն է, որ մեր ժողովրդին որպեսի չտրկանան, այս ծևով է, որ քիրքերը քրեցին եւ տպեցին եւ բաժանեցին։ Ես կոնե 25-30 քիրք ունիմ այդպես։ Բայց զգացումները նույնն են։ Ինչ որ մարդը սկսկա 40,000 տարի առաջ չէ փոխված գիրքերը չեն փոխված զայրույթները չեն փոխված նույնն է նույն մարդն է կոդրված մարդն է եւ նաեւ քերծկությունը սիրո քերծկության արժեվ զմայլող մարդն է նույնն է բարերը կփոխվին եւ ամեն մեր չոսկոմը կփոխվի շենքերը այս ամեն ինչ կփոխվի բայց նույն մարդն է այսօր այ մեր խոսակցությունը շենքերի մասին է երբ որ գնայս այդ շենքերը Չինաստանի մեջը Ճապոնիայի մեջը Չինաստանի մեջը քաղաքին մեջտեղը մեծ շենքեր կա ինչպես որ ասեն իմ վարորդս գնաց անցյալ ծնունդին գնաց եւ երկու ամիս մնաց ասե մեծ շենքեր եւ գնաց կա շենքերու մեջ են գանցնի կրնակ երևակայ շենքերու մեջ են գնաց գանցնի բայց չի խանգարեր ժողովուրդը որ ապրում է այդ գնացքի մեկ հարկվերը մեկ հարկդագը գամ չորս կողմը իրենք չեն լսեր որովհետև խորցած են ձայները եւ ասորբես երբ որ հոնդերը գամուշներ կան որ ասեն քանի 100 մետր բարձրությամբ գամուշ եւ քանի կիլոմետր երկայնքով գամուշներ իրավես այդ ամենը թատարկություն է ինձ համար մարդս չի փոխվում մարդուս մեջը եղած դենչը միայն ասված է որ կարող է կվացնել ուրիշ ոչինչ եւ ոչ ոք
Սա ամենակեղեցիկ ամենակարևոր բանն է մեր կյանքի մեջը վստահենք Աստծուն եւ միայն մեր Աստվածն է որ մեզ տալիս է ճշմարիտ ազատություն մնացած բոլոր չաստվածները ինչ որ մեզի համար ավելի կարևոր է դառնում քան Աստված ինքը մեզ զրկացնում է ամեն ինչ լինի դա քեղծությունը լինի դա բանը գիտությունը հաճույքը բդույթը ինչ որ ուզե թողալ այդ ամենը մեզ թողը այդ բանը ապրանքները ամենը մեզ զրկացնում են միայն Աստված է որ մեզ ազատ է թողնում եւ նաեւ մեր երջանկությունը այս աշխարհից եւ որ մենք կարողանանք հասնել այդ աստիճանին որ մենք կարող ենք ասել Աստծուն ոչ թե փերանով այլ մեր ամբողջ կյանքը ցույց տա որ ես 1000% միլիոն տոկոսով վստահում եմ Աստծուն եւ չեմ մտահոգվում ինչ որ գուզե թող պատահի ես չեմ մտահոգվում հիվանդություն է կորուստներ են բادرազմ ինչ որ գուզե թողալա ինչ որ գուզե թողալա բայց սա չի նշանակում որ ես չպիտի աշխատեմ ես որքան որ առողջությունս թույլ կտա ես ամեն օր աշխատում եմ եւ թարգմանությունն է եւ ասե եւ նորեն շաբաթի երկու անգամ ես բան ռադիոմարիամ կերտամ ունդեղ խոսելու եւ նաեւ պատրաստում եմ դարբեր նյութեր որպեսի վիդեոներ շինենք բանենք ինչ որ կարող եմ եւ որ գսեմ որ չեմ մտահոգված շնորհակալ չեմ աշխատում կվստահեմ Աստծուն շնորհակալություն կհատնեմ Աստծուն իր դվածների համար եւ Աստված իմ այսօր ինձանից ինչ կսպասես սա է ամենակարևորը ինձ համար Աստված իմ ինչ կսպասես այսօրվա իմ կոչումս ինչ է եւ սա մեր բոլորին համար է միայն ինձ համար չէ Մենք ասենք որ մենք կոչում ունենք եւ վերջացավ եւ քանայտյան ասորի ես կոչումը ստացա եւ վերջացավ ոչ ամեն օր Աստված ինձ դարբեր բան է բանջում ցեզանից ամեն մեկից դարբեր բան է բանջում կրնալար որ երեկվա նման է մի քիչ բայց դարբեր է Աստված ամեն օր կուզե որ դարբեր հարաբերություն ունենա Եվ նույն անցանց հետ է դարբեր ծևով վարվի, մի քիչ դարբեր կամ թե երեք։ Հիմա մի կերկ ունենք, որ 20 տարի առաջ է, որ թարգմանել ենք, կերկ չեր ինքը, դասա բաննը, ռադիո խոսակցություն էր մի կանայի Ամերիկայի մեջը, որ թարգմանեցինք հայերենի, դպեցինք եւ հիմա կերտասարտի մդվի որ կարտացված է, պատրաստ է, մեկ երկու շաբաթեն այդ կերկնալ բանը 24 խորհուրդ, 24 անհրաժեշտ խորհուրդ կարտացված է եւ ինտերնետի վրա պիտի տնենք մեր գայքին մեջը եւ ցեզ պիտի կաչալերեմ որ լսեք ամեն օր մեկ հատ ավելի չի լսեք միան մեկ հատ նույնիսկ եթե երկու օր մեկ հատ լսեք 24 հատ է ամբից որ մեկ ամիս թողդեվե կամ նույնիսկ ավելի բայց նորեն ինքը եւս վարտաբեդը Ջոն Փաուել անունը այդ վարտաբեդը ասում է որ ասոր մասին քրե անոր մասին քրե թուղթար քրե չեմ կարող ցես համոզել որ նստիկ եւ քրեք լավ այսօր այսքան հա Շնորհակալություն Վարդապետ ջան բարի գիշեր ձեր բոլորին բարի գիշեր Բարի գիշեր
Բարի գիշեր։ Կարդացեք եւ կրեք։